Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն, օր նոյեմբերի 29։ Երբ կասկածում են նրան իր սիրելիները։ Տեր Հիսուսը շատ էր սիրում Ղազարոսին։ Նա նաև շատ էր սիրում իր երկու քույրերին՝ Մարիամին և Մարթային։ Նրանց տունը Տիրոջ համար օազիս էր, և նա հաճախ էր այցելում նրանց։ Մենք գիտենք, որ Ղազարոսի և նրա ընտանիքի սերը Տեր Հիսուսի հանդեպ փոխադարձ էր, բայց Սուրբ Գիրքը ամենահստակորեն ընդգծում է Քրիստոսի սերը նրանց հանդեպ։ Տեր, ահա նա, որին դու սիրում ես, հիվանդացել է։ Հովհաննես 11:3 Հիսուսն էլ երբ որ լսեց, ասեց. այն հիվանդությունը մեռնելու համար չէ, այլ Աստծո փառքի համար, որ Աստծո որդին նրանով փառավորվի։ Խոսք 4։ Տեր Հիսուսը գիտեր, որ իր հայրը ցանկանում էր, որ այս հրաշքը փառավորեր իրեն, և այս սիրելի մարդկանց վստահությունն ու հավատքն ավելանար։ Սակայն Տեր Հիսուսի համար դա խորը տառապանք էր։ Աշակերտները, Մարիամը և Մարթան, ինչպես նաև Ղազարոսի լացող ընկերները, կասկածում էին նրան։ Արդյոք պատկերացնում եք, թե որքան էր վիրավորել Մարիամը նրան, երբ մեղադրում էր նրան մտահոգված ու անտարբեր լինելու մեջ։ Տեր, եթե այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մեռնի։ Խոսք 21։ Արդյոք պատկերացնում եք, թե որքան էր վիրավորել Մարթան իր ուսուցչին, երբ կասկածում էր նրա հարություն տալու զորությանը։ Նա հստակ ասեց նրան. «Քո եղբայրը հարություն կառնի»։ Բայց նրա խոսքերը բավարար չէին։ Նա պատասխանեց. «Գիտեմ, որ հարություն կառնի հարությունումը, հետին օրը»։ Ըստ էության ասելով, դա մեզ այսօր չի օգնի։ Խոսք 24։ Որքան ցավալի պետք է լիներ Քրիստոսի համար, երբ նրա ամենամտերիմ ընկերները կասկածում էին, որ նա ունի իրենց անհրաժեշտ ողջ զորությունը։ Դեռ չգիտեք, թե ով եմ ես, կարծես ասում էր Տերը։ Ես եմ հարությունը և կյանքը, ինձ հավատացողը, թեև մեռնի էլ, կապրի։ Խոսք 25։ Հենց նրա զորության նկատմամբ կասկածն է, որ մեր Տիրոջը այսքան ցավ ու տառապանք է պատճառում։ Նրա սիրտը իսկապես բավարարողը, նրա զավակն է, որը լիովին հանգստանում է նրա սիրո և քնքուշ խաղաղության։